Հերակլ երկրորդը հաղպատի վիճակը ընդհարցակում էր իր հակակշիռ Սանահնին։ Նախ նշեմ, որ մեր եկեղեցին այս միջնադարում, մասնավորապես 12-ից 17-րդ դարերում, այն միակ օղակն էր, որը Վրաստան, որտեղ հայկական համայնքը համախմբում էր։ Թումանիշվիլիները վրացական ձևով է, այսինքն իսկ Թումանյանը հայկական ձևով է։ Ինչի՞։ Բարև ձեզ, այսօր Մակուշ պատմության հյուրն էր Լիլիթ Մելիքյանը, ով պատմական գիտությունների թեկնածու է Երևանի Պետական համալսարանի պատմության ֆակուլտետի վրացագիտության կենտրոնի գիտաշխատող, եւ մենք խոսել ենք հայ-վրացական հարաբերությունների մասին։ 12-ից 17-րդ դարի հարաբերությունների մասին, վրացական պետության մեջ հայերի դիրքի վիճակի հնարավորությունների մասին, վրացական պետությունում այդ շրջանի հայկական եկեղեցական թևերի ձևավորման մասին, Սանահետմինի եւ Հաղպատի նշանակության մասին, վրաց եկեղեցու վերաբերմունքի մասին հայ առաքելական եկեղեցի, հայտնի ազնվական հայկական ընտանիքների մասին եւ ընդհանրապես շատ հետաքրքիր հարցեր ենք անդրադարձել, որոնք իմ համար բացարձակ նորություն էին եւ կարծում եմ, որ ձեզ էլ շատ հետաքրքիր կլինի դա լսել, մանավանդ որ մենք նաեւ Լիլիթի հետ եկանք այն եզրակացության, որ ցավոք սրտի մենք լավ չենք ճանաչում մեր հյուսային հարևանին, ում հետ որ հազարամյակներով կողք կողքի ապրել ենք, հարաբերվել ենք եւ համակեցության մեջ ենք մտել։ Անպայման դիտեք այս հաղորդումը, անպայման դիտեք Մակուշ պատմության շարքի բոլոր հաղորդումները եւ նաեւ միացեք մեր Telegram-ի ալիքին, կարող եք մեզ լսել նաեւ Spotify-ում մենք բոլոր հարթակներում կանք եւ եթե կարծում եք, որ կարող եք որոշակի նաեւ դրամական այսպես աջակցություն հայտնել հաղորդմանը, մենք ունենք նաեւ Patreon-ում մեր առանցին բաժինը։ Շնորհակալություն, որ դիտում եք եւ սիրեք պատմությունը։ Լիլիթ ջան, ողջույն։ Այսօր իմ համար շատ այդպես հոգեարազատ թեմա է ընդհանրապես միջնադարը, թեև դրանով չեմ զբաղվում, բայց միշտ դեռ ուսանողական տարիներից միշտ տարված եմ եղել միջնադարով ու ցավոք սրտի Հայաստանում մասնագետները այդքան է շատ չեն, գոնե այս թեմայի վերաբերյալ հայ-վրացականի ու շատ լավ է, որ դու դրանով զբաղվում ես։ Մեր լսողներին ամենասկզբից կուզենամ, որ մենք մի հատ ընդհանուր համատեքստը տանք, 12-րդ դար, Վրաստան եւ հայեր, այսինքն ինչ իրավիճակ էր, ինչ քաղաքական իրավիճակ էր, վրացական պետության մասին մի փոքր խոսենք, Կարելի ասել, որ այդ ժամանակաշրջանում զարկ է տրվում հենց վրացական ոսկե դարաշրջանին եւ այդ զարկը տալիս է հենց Դավիթ Շինարարը, ով գալով իշխանության փաստացի փորձում է լուծել թե երկրի ներքին խնդիրները, թե արտաքին խնդիրները եւ ներքին խնդիրների կարելի է նշել հենց դեմոգրաֆիկ պատկերը, որը անհրաժեշտ էր փոփոխել, քանի որ Սելջուկ թուրքերի արշավանքներից հետո բավականին բնակչությունը նվազել էր եւ իհարկե տնտեսությունը քայքայվել էր եւ այստեղ հանձինս հայերի Դավիթ Շինարարը տեսնում է այն բնակիչների, որ կարող են եւ զարկ տալ եւ հենարան լինելի են երկրի ներսում, մասնավորապես երբ որ Դավիթ Շինարարը գալիս է իշխանության, այստեղ ներքին խմորումներ են տեղի ունենում ավատատիրական ընտանիքների հետ կապված եւ վերջինս խրախուսում էր հայերի բնակեցումը այստեղ այդ մասին Մաթեոս Ուրայեցին է հայտնում, ասում է, որ այստեղ նաև ուզում եմ իշեշտադրում անել հայրականության մեջ այն կարծիքն է, որ Գորի քաղաքը Դավիթ Շինարարը կառուցում է հայերի համար, կառուցում է քաղաքը, մինչ այդ Գորի քաղաքը գյուղաքաղաք տեսքով գոյություն է ունեցել, այլ պարզապես այդ քաղաքը վերակառուցում է եւ բնակեցնում է այստեղ հայերի ու շատ ուշագրավ է, որ Մաթեոս Ուրայեցին ասում է, որ բազում եկեղեցիներ է այստեղ կառուցում, ինչը փաստում է, որ մեծ թվով հայեր են այստեղ հաստատվել, այսինքն ոչ թե մեկ եկեղեցի։ Այսինքն Վրաստանը եւ Դավիթ Շինարարը դառնում են այն օղակը, այն ապահով վայրը, որտեղ հայությունը կարող է հաստատվել, քանի որ 1045 թվականի Անի Բագրատունյաց թագավորության անկումից հետո մենք տեսնում ենք, որ այդ ժամանակաշրջանից բավականին խիտ զանգվածով հայերը հաստատվում են այստեղ, այսինքն թագավորական իշխանության հենարաններից մեկն են դառնում։
Դավիթ Շինարարը 1909 թվականին գալիս է 1089-ից 1125-ն է, որովհետեւ մեր լսողները մոտավորապես պատկերացնեն էլի իր վիճակը։ Դավիթ Շինարարը ամբողջ Վրաստանում էր իշխում, թե որովհետեւ ես հիշելով էլի Բագրատունիների պետությունը զուգահեռ տանելով, բանն չէ, մասնատված պետությունների շրջանում ենք ապրում։ Փուլում, երբ որ Դավիթ Շինարարը գալիս է իշխանության, իշխում էր միայն Արևմտյան Վրաստանի հատվածում, այսինքն գալով իշխանության նա հետզհետե փորձում է երկրի սահմանները ընդարձակել։ Նշենք, որ ընդհանրապես Վրաց թագավորության միավորման գործընթացը շատ առանձնահատուկ էր։ Ինչի՞, որովհետև այստեղ գործընթացը սկսում էր ոչ թե կենտրոնից, այսինքն Տփրիսը չէր։ Տփրիսը Թիֆլիսն է։ Այո, նշեմ, որ միջնադարում հայկական աղբյուրներում հիշատակվում է Տփրիս, իսկ Թիֆլիս ձևակերպումը եզրույթը ավելի շատ պարսկական ժամանակաշրջան, պարսկաստան ժամանակաշրջան հայկական աղբյուրներում հենց Տփրիսը, ընդհանուր միջև 18-րդ դարում մենք ձեռագիր հիշատակարանները միայն այդպես ենք հանդիպում։ Ու ինքը բաստեն մուսուլմանական էմիրություն էր։ Արաբական խալիֆաթի ժամանակաշրջանից ձևավորված այդ Տփրիսի ամիրայությունը հիմնականում, այսպես ասած, կարելի ասել անկախ էր դարձել խալիֆից ինքը եւ առանձին մի պետական միավոր էր ձևավորել Տփրիսի շուրջը բնակեցված էր մահմեդականներով։ Եվ Դավիթ Շինարարը գալով իշխանության նախ եւ առաջ ձեռնամուխ է լինում երկրի միավորման գործընթացին արևմտյան եւ արևելյան հատվածների Քարտլի եւ Քախետի, հա։ Հիմա այսպես արևելյան Վրաստանը իր հերթին բաժանվում է Քարտլին վերը հերթին չի դա Քարտլի, այսինքն կենտրոնական Վրաստան, Զեմո Քարտլի վերին հատված, որի մեջ մտնում է Սամցխեջավախքը եւ Քվեմո Քարտլի այդ հատվածը ներքի վիհար եւ իհարկե Կախետն ու Հերեթը, որը եւս բաղադրյալ մասն են կազմել արևելյան Վրաստանի, եղել է ժամանակաշրջան նաեւ որպես նաեւ եղել են անկախ։ Մի խոսքով Դավիթ Շինարարը իր հերթին 1121 թվականին Դիդկորի ճակատամարտով կարելի է ասել հաղթում է, ում է հաղթում Սելջուկ թուրքերին այստեղ եւ փաստացի այս ճակատամարտը շատ կարեւոր նշանակություն է ունենում ոչ միայն Վրաստանի համար, այլ այսօր Կովկասի տարածաշրջանի համար, քանի որ ինքը կարելի է ասել զերծ է պահում մաքրում է Սելջուկ թուրքերից հակերտների մեջ մաքրումը, քանի որ դեռևս իհարկե Դավիթ Շինարարի կառավարման սկզբնական շրջանում Տփրիսը բնակեցված էր հենց մահմեդականներով, իսլամի հետևորդներով, մաքրում է եւ հետաքրքիր է նաեւ, որ հենց Դավիթ Շինարարի ժամանակաշրջանում 1118 թվականին նա իրեն է միացնում Լորին եւ փաստացի հյուսիսարևելյան Հայաստան, այսինքն պատմական ուղարկ աշխարհի այդ հատվածը եւս դառնում է Վրաստանի բաղկացած։ Ճիշտ եմ պատկերացնում, որ Լորի ձորագետի Տաշիր ձորագետի կամ Լորի թագավորության միացումն է տեղի ունենում եւ այստեղ մենք նկատում ենք նաեւ որ մեծ դերակատարում են ունենում հաղպատ Սանահին հոգեվոր կենտրոնները, որի մասին հա խոսենք դրա մասին։ Այսինքն Դավիթը միավորում է Վրաստանը, հա, չկանավոր հնարավոր էր ժամանակ։ Արևելյան եւ արևմտյան Վրաստանները միավորում են, բացի դրանից նաեւ ձեռնամուխ է լինում այլ տարածքների, մասնավորապես Ջոջիս արևելյան Հայաստանը եւս միացնում է իր թագավորությանը, այսինքն հյուսիսարևելյան Հայաստանը քննարկող ժամանակաշրջանում գտնվում էր Վրաց թագավորության կազմում։ Հա, հետագա շրջանում ավելի ընդլայնվում է բնականաբար Գյորգի 3-րդ համարթագուհու օրոք մենք տեսնում ենք Զաքարյանների իշխանությունը հայկական եւ այստեղ նորից ուզում եմ շեշտադրում անել, որ կրկին հայ իրականության մեջ շատ տարածված է վիրահայություն եզրույթը, որը ճիշտ չի դիտարկել մասնավորապես միջնադարում, ինչու, որովհետև մենք տեսնում ենք, որ հայկական տարածքներում հայկական տարածքները գտնվում են վրացական թագավորության ազդեցության տակ, եւ նաեւ մենք տեսնում ենք, որ գալիս է մի փուլ, մասնավորապես Համարթագու ժամանակաշրջանում, որ խտանում է բնակչությունը Լորիում եւ այստեղ մենք դա չպետք է դիտարկենք որպես գաղթօջախ եւ անվանենք վիրահայություն կամ այդ իսկ պատճառով ճիշտ կլինի համայնք ձևակերպել
Հա, այսինքն ասենք համակ։ Եվ փաստացի մենք չգիտեմ Վրաստանում ոնց են կալվում, մեր հայ պատմագրությունը այս ամբողջ շրջանը ընկալում է որպես վրաց հայկական պետություն ենք մենք ասում շատ դեպքերում։ Կարծում եմ վրացիները դրա հետ այդքան էլ համաձայն չեն լինի, որովհետև շատ մեծ էր Զաքարյանների ազդեցությունը, չէ՞, արքունիքում Վրաստանի։ Սա շատ նուրբ հարց է, դե մեր պատմագրության դե համար ասում եմ փոքր դրան անդրադառնամ։ Նուրբ հարց է, ինչ առումով, որովհետև փաստը այն է, որ Զաքարյանների իշխանությունը գտնվում էր վրաց թագավորության կազմում, այսինքն ինչքան էլ ինքնուրույն դիտարկենք, այն վասալական կախվածության մեջ էր եւ ինչ վերաբերվում է Զաքարյանների հայկական, վրացական լինելու փաստին, իհարկե վրաց իրականության մեջ այդ փաստը չի ընդունվում, որ Զաքարյանները հայկական ծագումնաբանություն ունեն, բայց այդ հարցը Հայրապետ Մարգարյանի կողմից շատ խորությամբ ուսումնասիրվել է, մեր հայ աղբյուրները Ստեփանոս Օրվելյանը Հռոմեայում գրված փաստաթղթում հիշատակվում է նրանց հայկական ծագումնաբանությունը։ Վրացական կողմը ասում է, որ այստեղ մենք պետք է նայենք մշակութային պատկանելությամբ, թե որ ինչ պատկանելություն ունեն Զաքարյանները մշակութային եւ դիտարկում են, որ վրաց մշակույթի կրողներ են հանդիսանում, ինչպես նաև առաջ են քաշում Թամարթագու թագագիրների պատմության աղբյուրը, որտեղ նշվում է, որ ուրեմն Զաքարեն կրոնով էր հայ, այսինքն ստեղ շեշտվում է կրոնական պատկանելությունը, ասում են նշում է, որ կրոնով է հայ, ազգությունը չի նշվում։ Հիմնականում իրենց աղբյուրներում ազգությունը չի նշվում, օրինակ ի տարբերություն մեր, որ մեր պատմիչները հաճախ նշում են, օրինակ հայ եւ այս տոհմից, լավ, այսպես ասեմ, էթնոդավանաբանական պատկերը ավելի པարզ է մեզ մոտ։ Հա, դե բայց ամեն դեպքում միջնադարի համար երևի կրոնական պատկանելությունը գերիշխող էր, չէ՞։ Բնականաբար, հա, վաղ միջնադարում առավել եւս, ուշ միջնադարում մենք տեսնում ենք, որ որոշակիորեն այդ տոհմական ոչ թե ազգ, իհարկե ազգի մասին այստեղ եզրույթի մասին շատ վաղ է խոսել, դա նկատվում է։ Հա, իսկ ճիշտ եմ, այսը բարձրաբանենք, ու ճիշտ եմ պատկերացնում, որ մեր միջնադարյան պատմիչների այդ աղբյուրներում վրացի ասածը հենց հիմնականում վրացադավանին էր վերաբերվում, քան թե ազգային։ Այդպես է, օրինակ եթե մենք նայենք Զաքարիաս Սարգսակը, ով տեղեկություն է հաղորդում Բայանդուր Թումանիշվիլի կամ Թումանյանի մասին, նշում է, որ Բայանդուրը հայ է, ազգավ Թումանյանի, իսկ Շոշին, այսինքն վրացուն, նշում է վրացի։ Հա։ Այստեղ մենք տեսնում ենք նաև որոշակի նրբություն, նշում է տոհմը, բայց պատկանելությունը վրացի, հա, հետաքրքիր է։ Հետաքրքիր, բայց էլի բնական էր, ամբողջ Եվրոպայում էր այդպես էլի, այդպես չի որ մենք առանձնահատուկ ենք այդ առումով։ Բանը, բայց նաև երևի այդ Զաքարյանների հայ լինելու մասին կարող է վկայել են, թե ինչ մեծ ընդունելություն հայերը գտան Վրաստանում, թե դա այնուամենայնիվ վրաց թագավորների նպատակաուղղված քաղաքականություն էր, իրանք գնահատում էին հայերին որպես, չգիտեմ, կարող աշխատասեր, լավ կռվող, լավ արհեստավոր, դրա համար կանչում էին իրենց։ Եվ իրանց որ տարբերություն չուներ հայեր, թե ասենք այլ ազգի, ուղղակի գնահատում էին իրենց պրոֆեսիոնալ կարողությունները, ոչ թե ազգային։ Այստեղ պետքա երկու հարց քննարկվի։ Նախ, ինչու են հայերը հաստատում Վրաստանում։ Առաջին հերթին հայերն են շահագրգռված։ Եթե նայում ենք սկզբնական պատճառը միջև պետականության կորուստը, ստեղ տեսնում ենք տնտեսական ու Ստրաբոնի հիշատակումը, որ կողքիսում, այսինքն Արևմտյան Վրաստանում արդեն ապրում էին հայեր։ Կարելի է ենթադրել այն դասին էին պատկանում, այսինքն առևտրատնտեսական դասին են պատկանել, քանի որ Սևծովյան աշխարհարևտուրներ ընթանում։ Եվ գլխավոր պատճառներից մեկն էր նաև պետականության կորուստը, բայց այստեղ մենք տեսնում ենք նաև շահագրգիռ կողմը, դա վրաց թագավորներն էին, որոնք ինչպես նշեցի, հենց Դավիթ Շինարարի ժամանակաշրջանից սկսած հայկական համայնքը, հայոց եկեղեցին դիտարկում էին որպես հենասյուն։ Ինչու են օրինակ Վրաստանում հիմնում թեմ։ Ինչին էր պետք առանձին թեմ ունենալը։ Այսինքն այս կերպ նրանք այդ հոգևոր իշխանության միջոցով նաև ամրապնդում էին իրենց իշխանությունը ի հակակշիռ այն ուժերի, որոնց դեմ նրանք պայքարում էին։ Ինչ վերաբերվում է Զաքարյաններին եւ Թամարթագու փոխհարաբերություններին, այստեղ մենք տեսնում ենք շատ հետաքրքիր մի հիշատակություն, Վարդան Արևելցին ասում է, գիտենք, որ Զաքարյանը բնականաբար հայտնի է, ընդունում է
վրաց ուղղափառ եկեղեցու հետևորդ է դառնում, ինչ է ասում է թամարթագույն էր մեղավոր, որ Զաքարեն ընդունեց վրաց ուղղափառ եկեղեցու հետևորդ դարձավ։ Այսինքն պատմիչը փորձում է շեշտադրել, որ վրաց թագավորները եւս շահագրգռված էին դեպի վրաց ուղղափառ եկեղեցու տանելը, ինչը վկայում է, որ նրանք դիտարկում էին հայրին որպես առանձին հայնրուտ, բայց դեմ չէին, որպեսզի նրանք ամբողջովին ծուլվեին եւ դառնային այդ վրացական էթնոսի, կարելի ասել համաս։ Այսինքն հիմնական շահագրգիռ կողմերը, որ հենց հայերով, ոչ միայն հայերով, մենք տեսնում ենք Դավիթ շինարարը իր բանակը կազմում է 40-45,000 խաղաղական ընտանիքներից բերում եւ այստեղ սահմանային հատվածներում բնակեցնում է։ Բնական է, հայերը հարմար տարբերակ էին, չունեին թագավորություն ինչպես ղփչաղները, չէ։ Մի քիչ համեմատություն իհարկե շատ սուր է երկուսի միջև նրանք ու հայերը, որ ունեին հարուստ մշակույթ ավանդույթներ, այնուամենայնիվ տեսնում ենք, որ երկուսն էլ անեանելի վիճակում էին։ Այսինքն այս փուլում նրանք չունեին հենարան դրսում, այս փուլում նրանց փրկիչը, սփակերտների մեջ ասած, վրաց թագավորներն էին։ Հա, ճիշտ է։ Այո, պաստորեն հայ արհեստավորներ, առևտրականները, զինվորականները ընտանիքներով տեղափոխվում են Բագրատունյաց Հայաստանից դեպի Վրաստան ու Վրաստանում հիմնում են համայնք, ինչպես դու ասացիր։ Հիմա խոսենք այդ համայնքի մասին, ինչ էր իրենից ներկայացնում։ Նշեմ, որ միջև համայնքի ձևավորումը հայերը այստեղ հաստատվել են ավելի վաղ։ Դե բնականաբար հարակից երկրներ են, ընդհանուր պատմություն, հենց միայն Շուշանիկի վկայաբանությունը տեսնում ենք, չէ, բայց ստվարացման գործընթացը 12-րդ դարում է։ Այսինքն 12-րդ դարում մենք կարող ենք տեսնել այն բոլոր բաղադրիչները, որոնք բնորոշ էին համայնքին։ Ընդհանուր առմամբ, եթե մենք նայում ենք, ապա հայերը, ինչպես բոլոր համայնքներում, այստեղ եւս զբաղվում էին առևտրով, արհեստով, ինչպես նաև քաղաքական բարձր պաշտոններ են զբաղեցրել, մասնավորապես դա եղել է թե Թամարթագու օրոք, մենք տեսնում ենք Զաքարյանի, թե մոնղոլների օրոք, օրինակ հայ առևտրականների շնորհավորը Շադինը, տեսնում ենք, որ 1259-69 թվականներին Գյուրջիստանի վիլայեթի կառավարիչն էր, Գյուրջիստանի վիլայեթի հետ մշմուտներ Արևելյան Վրաստանը, ինչպես նաև Հյուսիսարևելյան Հայաստանը։ Այսինքն մենք տեսնում ենք, որ բացի դրանից մահկանաբերձների տոհմի ներկայացուցիչները երկար ժամանակ զբաղեցրել են Տբրիսի քաղաքապետի պաշտոնները։ Այդ բնագավառը եւս գտնվում էր նրանց ձեռքում։ Հա, ճիշտ է, չէ, լավ է։ Բանը ու նաև զինվորականությունը, չէ, որի հետ սկզբից դու անդրադարձար, ու մենք ունենք այդ լեգենդը, որ Գորի քաղաքը հենց հայ զինվորականության համար կառուցված քաղաք է։ Իհարկե ոչ մի աղբյուրով ես չեմ հանդիպել այդ լեգենդ, որ այդպիսի մի բան, որ հենց զինվորականության համար կառուցված քաղաք է։ Մենք ունենք Գորի քաղաքի հետ կապված եւ հայերի հետ առնչվող դա Մաթեոս Սուրահեցին է, բայց այնուամենայնիվ բնականաբար Դավիթ շինարարի զորքերի կազմում եղել են նաեւ հայկական զորաճոկատներ, ովքեր կռվել են, բացի դրանից միջև Դավիթ շինարարը մենք տեսնում ենք օրինակ Տբրիսի պաշտպանության ժամանակ, երբ որ Բուղան արշավում է, հայերը եւս մասնակցում են Տբրիսի պաշտպանությանը։ Հիմնականում Գորի եւ Տբրիս, հա։ Այստեղ պետք է ասել, որ ոչ թե հիմնականում Գորի եւ Տբրիս, այլ Շիդա Քարտլի, կենտրոնական Վրաստան, մենք տեսնում ենք Ուփլցիխեն, որտեղ հայերի հոսքը նկատվում է մասնավորապես 7-ից 9-րդ դարերում։ Մենք տեսնում ենք նաեւ Ախալգորի հետագայում հիմնականում կենտրոնական Վրաստանում էին այս փուլում հաստատվում, այսինքն համայնքի ձևավորման գործընթացը սկսվում է Տբրիսից։ Հա, եւ եկեղեցիներ ինչի շուրջ են կենտրոնանում, հա, որտեվ համայնքի համար ես իմ պատկերացմամբ եկեղեցի է պետք, որի շուրջ կարողանա կենտրոնանալ։ Հիմա ասեմ ձեզ, երբ որ արդեն մենք տեսնում ենք համայնքը բավականին շատացել է, այսինքն հայերի թիվը երկրի ներսում շատացել էր, հանդիպում ենք առաջին հիշատակությունը 12-րդ դարում Վրաստանում առանձին հայկական թեմի հիմնադրման վերաբերյալ, որը վերաբերվում է Բարսեղ եպիսկոպոսին 1173 թվականի ձեռագիր հիշատակարանը, ապա 1176 թվականին ուրեմն Հռոմկլայի ժողովում, այսինքն
վրաց թագավորների հայկական համայնքի լայն շերտերի համար խիստ անհրաժեշտ էր այդ հոգևոր կառույցը, որի շուրջ նրանք պետք է համախմբեին, մասնավորապես հայերի մասին է խոսքը։ Արդյունքում տեսնում ենք, որ 12-րդ դարում այստեղ արդեն կար առանձին հոգևոր կառույց, հենց բուն վրացական տարածքներում ապրող հայերի համար, որը նաև փաստացի ընդգրկում էր հյուսիսարևելյան Հայաստանի բնակչության հոգևոր վիճակը եւ առաջին հիշատակությունը վերաբերում է Բարսեղ եպիսկոպոսին, այսինքն մեզ հայտնի առաջին եպիսկոպոսն է, բայց այս վերջերս նաև որոշ նյութեր եմ նայել, որը կարող է փաստել, որ 5-րդ դարում մենք ունեցել ենք ինչ որ թեմական առանձին կառույց, սակայն դա դեռևս շատ խիստ ուսումնասիրման կարիք ունի եւ այս փուլում կարող եմ ասել, միգուցե վերակազմավորում է Վրաստանում հայկական թեմը կամ վերահաստատվում է։ Մի խոսքով, Բարսեղ եպիսկոպոսի մասին կցանկանամ խոսել, ինչու, որովհետև շատ հետաքրքիր է, որ նա ծագումով խաչենից էր, Արցախից էր, այո, եւ նշանավոր ու քանած տոհմից էր, իր հերթին Կիրակոս Գանձակեցին հիշատակում է, որ Թամարթագույն եւ երբ որ տեսնում է Բարսեղին, չափազանց պատվում է նրան, որովհետեւ վերջինիս եղբայրները ծառայության մեջ էին վրաց արքունիքում։ Շատ հետաքրքիր է, որ արդեն 1176 թվականին Հռոմքլայի ժողովում ինքը հիշատակվում է որպես Տփխիս քաղաքի եպիսկոպոս։ Միջ այդ ինքը Հաղպատ Սանահնի եպիսկոպոս է ճանաչված եւ որպես։ Եվ այստեղ արդեն մենք հասկանում ենք, որ վարչական կենտրոնը թեմի հենց Տփխիս քաղաքն է։ Այո։ Շատ հետաքրքիր է նաև, որ Խաչենի Արցախի եւ Վրաստանում հայկական թեմի այդ կապը շարունակվում է եւ այստեղ նաև հիշատակվում է Հովանես Տոփյանը, Տոփյանների ընտանիքից, հայտնի է, որ Սարգիս Զաքարյանի դուստրը Դոփը ամուսնացած էր Խաչենի իշխաններից Հասանի հետ եւ այս Հովանես Տոփյանը կամ Հովանես 3-րդը հանդիսանում է հենց այդ երկուսի թոռը։ Մենք այստեղ տեսնում ենք նաև փաստացի Գանձասարի եւ Հաղպատի եւ Վրաստանում հայկական թեմի այդ սերտ կապերը։ Շատ ուրույն եւ նուրբ էր հայոց եկեղեցու եւ վրաց թագավորների փոխհարաբերությունները։ Մենք տեսնում ենք, որ հայերեն թարգմանության Քարտիս Կովրեբայի հայերեն թարգմանության մեջ հիշատակվում է Դավիթ Շինարարի եւ Հովանես Սարգսակի այդ փոխհարաբերությունները, որտեղ ինքը հիշատակվում է որպես խոստովանահայր, ում Դավիթը ասում էր իր բոլոր ասում հայերեն է խոսում Դավիթը, հա, կա նման բան։ Հայերեն չէր խոսում Դավիթը։ Լավ, դա ուրեմն լեգեն մյուս մեկն է։ Կարող են մայրական գծով ինքը հայրական նշվում է, որ հայուի է, բայց այնուամենայնիվ կրկին Միշնադարը երբ որ խոսում ես ինչ-որ բանի մասին, պետք է հիմնվես հստակ աղբյուրի։ Այո։ Այստեղ շատ հետաքրքիր է, որ իսկ Կիրակոս Գանձակեցին ասում է այնքան էր պատվում Հովանեսին, որ սրա շնորհիվ սիրում էր հայոց ազգին։ Իհարկե այս փոխհարաբերությունները եւս ուներ իր համատեքստը, գրքին Դավիթ Շինարարը հանձինս հայրին տեսնում էր այն ուժը, օղակը, որի շուրջ կարող էր ինքը կամ հենվել որի վրա, քանի որ քաղաքային հենց կենտրոններն էին հենասյուն դառնում թագավորական իշխանության։ Շատ հետաքրքիր է, որ ես նշեցի հենց սկզբում, որ վրաց թագավորները չէին հրաժարվում հայերին դեպի վրաց ուղղափառ եկեղեցի տանելու եւ ամբողջովին իրենց մասը դարձնելու եւ դրա մասին են փաստում հենց Դավիթ Շինարարի օրոք հրավիրված եկեղեցական ժողովները, որտեղ հայերին փորձում են համոզել, որ եկեղեցին դուք հերձվածողներն եք, սխալ է ձեր ուղղությունը։ Այստեղ մի նրբություն է ասեմ, որ Քարտիս Կովրեբայի վրացական տարբերակում ասում են, որ հայերն են խնդրում Դավիթ Շինարարի մոտ գալիս եւ ասում է ժողովը հրավիրեն, իսկ մեր տարբերակում, որը ավելի արժանահավատ է, նշում են, որ հենց Դավիթ Շինարարը եւ վրաց եկեղեցու կողմից է հրավիրվում այդ ժողովը եւ վերջում ոչ մի որոշում չեն կայացնում, գնում են։ Վրացական տարբերակով ասվում է, որ հայրը ասում են, դե ինչ անենք, հիմա մենք էլ էսպես ենք ու
հետաքրքիր բան է։ Դեռևս Միջնադարյան եկեղեցական ժողովները շատ հետաքրքիր են կաշտալի եւ ուսումնասիրել ամը։ Մի քանի անգամ նշեցի, կուզենամ մի քիչ այդ կոմպտեկեմ խոսակցություն Սանայինի եւ Հաղպատի մասին։ Նշանավոր չէ, համալիրներ էին վանական, նշանավոր կրոնական, դավանական եւ նաեւ քաղաքական առումով էս առումով, հա։ Ինչ կպատմես մեզ այդ Այսպես ասեմ, որ Սանային Հաղպատը, երբ որ արդեն մտնում են վրաց թագավորության ազդեցության տակ, այսինքն հյուսարևելյան Հայաստանը միացվում է եւ փաստացի նրանք էլ են գտնվում թագավորության կազմում, մենք տեսնում ենք, որ գալիս կա որոշ ժամանակահատված, որ այս խոշոր հոգեվոր կենտրոններն են վերցնում իրենց վրա, հենց հուն Վրաստանում, այսինքն արևելյան Վրաստանում ապրող հայության հոգևոր վիճակը, այսինքն իրենք են իրականացնում այդ համակարգումը։ Հետ նշեցի, որ Բարսեղ եպիսկոպոս Հովանես Տոփյանը, դրանք եւս հանդիսացել են որոշ ժամանակահատվածում նաեւ Հաղպատում թեմի առաջնորդներ։ Այսինքն եղել է մի ժամանակաշրջան, որ հենց Հաղպատից են ուղղորդվել եպիսկոպոսներ։ Այս վերջին կրկին գիտաժողովի մասնակցությունից եւ որոշ նյութեր նայելուց շատ նոր բաներ բացահայտվեցին Հաղպատ Սանայինի հետ կապված, նշվեց, որ Հաղպատը նաեւ հիշատակվում է որպես հայրապետություն եւ որոշ նաեւ իմ ունեցած ձեռքիտակ աղբյուրներից կարելի է ենթադրություններ անել միգուցե Հաղպատը այս փուլում ունեցել է ինչ որ մետրոպոլիտության կարգավիճակ, որը իհարկե դեռևս ուսումնասիրության կարիք ունի։ Ինչ վերաբերում է Հաղպատ Սանահնի եւ վրաց թագավորների փոխհարաբերությանը, պետք է նշեմ, որ Դավիթ Շինարարից սկսենք, հետո Գեորգիի մասին խոսեմ, որ հենց Հաղպատի սուրբ նշան եկեղեցում պահպանվել է արձանագրություն, որտեղ Դավիթ Շինարարը ապահարկ է դարձնում ամբողջ Հաղպատը։ Սա եւս ուներ իր համատեքստ, այսինքն այնպես չէր կրկին, որ բարեգութ արքան տվեց։ Հա, իհարկե անհերքելի է իրենց հանդուրժող վերաբերմունքը, բայց այնուամենայնիվ ամեն բան ուներ իր դրդապատճառը, այս դեպքում եւս բացառություն չէր, քանի որ Դավիթ Շինարարը եւ ընդհանրապես այս փուլում վրաց թագավորները հակասությունների մեջ ունեին ներքին հակասություններ երկրի ներսում, խոշոր ավատատիրական ընտանիքների հետ կապված։ Շահեկան էր դուրս գալիս եկեղեցին, այսինքն թե վրաց եկեղեցին դա կլիներ, թե հայոց եկեղեցին, ինչ առումով, որ նրանք որպես կարող ուժ իրենց կողմը ներգրավելու համար, այդ թվում ներգրավելու այն աշխարհիկ իշխանության ում ազդեցության տակ գտնվում էր տվյալ եկեղեցին, նրանք դարձնում են ապահարկ։ Եվ Հաղպատը եւս բացառություն չէր, Հաղպատ Սանահինը, այս փուլում պետք է նշել, որ միայն Հաղպատում էր եպիսկոպոսական աթոռը դեռևս։ Նույն բանը տեսնում ենք Գեորգի 3-րդի օրոք, ուստեղ շատ հետաքրքիր մի բան կարող եմ ասել, որ Գեորգի 3-րդի օրոք Հաղպատի մեր Բարսեղ եպիսկոպոսը մասնավորապես 1180 թվականին էր, երբ որ արդեն օրբելյանները գնում են այդ Դեմնայի ապստամբությունն է տեղի ունենում թագավորական իշխանության համար եւ Խուբասարին տալիս է հյուսարևելյան Հայաստանը, սրանից միանգամից հետո Բարսեղ եպիսկոպոսը դիմում է Գեորգի 3-ին եւ խնդրում է, որ Հաղպատի եպիսկոպոսական աթոռը վերականգնվի եւ վիճակը ընդհարցակվի, բայց ոչ մի հիշատակություն ցավոք չի նշվում հայոց կաթողիկոսին։ Այստեղ մենք տեսնում ենք եւս մի նրբություն, որ որոշակիորեն այս փուլում հայոց կաթողիկոսի ազդեցությունը թուլացել էր, նույնիսկ Կիրակոս Կանձակեցին հայտնում է, երբ որ վեճ է տեղի ունենում Զաքարյանների միջև, ասում է Հաղպատ ի հաշիվ, այսինքն Հաղպատը վրաց թագավորների հովանու ներքո էր, ավելի շատ ազդեցության տակ էր։ Դե կաթողիկոսը պարզ է, սիսում էր գտնվում, չէ՞։ Շատ հեռու էր։ Բացի հեռու լինելուց մենք տեսնում ենք փուլ, օրինակ, որտեղ կաթողիկոսը բավականին ակտիվ է։ Իհարկե 15-րդ դարից հետո, երբ որ Իջմիածինը չէ, 1441 թվականից նոր մեր լսողներն ասում, որ Կիլիկիայում էր գտնում կաթողիկոսական աթոռը, Սիսում, նույնիսկ Կիլիկիայի անկումից հետո միայն 1441 թվականին տեղափոխվում է Իջմիածին։ Սա բացառություն է, որովհետև մեր ձեռագիր հիշատակարաններում, որոնք գրվել են Տփրիսում, մեր կաթողիկոսը հիշատակվում է։ Այստեղ ավելի շատ մենք տեսնում ենք ինքնուրույնության դրսևորում, թե Հաղպատի կողմից, թե վրաց թագավորների շահագրգռվածության, որը ավելի ակնհայտ օրինակ տեսնում ենք ավելի ուշ շրջանում, Հերակլ II Հաղպատի
վիճակը ընդհարցակում էր իր հակակշիռ Սանահնին։ Իսկ Սեմյոն Երևանցին հիշատակում է, որ Վրաստանում ուրեմն եկեղեցիները բաժանված են Էջմիածնի եւ Հաղպատի միջև։ Հա, հետաքրքիր է։ Այսինքն այդքան մեծ ուժ, ներուժ եւ ազդեցություն ուներ էլի Հաղպատը։ Բավականին մեծ ուժ ուներ ու ասում եմ կան կարծիքներ, դերևս հիպոթեզեր, որ միգուցե ինքը հանդիսացել այն ինչպես Սյունիքի մետրոպոլիտությունը, այնպես էլ այս թեմերի ձևավորման մասին ոնց ձևավորվեցին երկու թեմ, հա, ասացի։ Նայեք, 12-րդ դարում մենք տեսնում ենք հենց Տփխիսի թեմը, որովհետև այլ ոչ մի աղբյուրում, թե ձեռագիր, թե նյութական արձանագրություններում մենք չունենք ոչ մի հիշատակություն, Տփխիսի հայկական թեմն է, իսկ արդեն ուրեմն 16-րդ դարում Սանահնի քթուկում պահպանված եզակի մի կրկին ձեռագիր հիշատակարանից իմանում ենք, որ Տփխիսի կամ Փաշիվանից թեմի հետպես է հիշատակվում, քանի որ Փաշիվանքը եղել է Վրաստանում 16-րդ դարում թեմի առաջնորդարանը, այդ ամբողջ իր վիճակով տրվում է Սանահնին, եպիսկոպոսական թեմին է տրվում, այսինքն Տփխիսի թեմը լուծարվում է։ Դրա փոխարեն արդեն մենք տեսնում ենք, որ հրապարակում հանդես է գալիս Գորի թեմը, Գորի միաբանությունը, կրկին ընդհանրապես ուսումնասիրված հարց չի, այստեղ մեզ օգնության են գալիս ձեռագիր հիշատակարանները, այստեղ մեզ օգնության են գալիս Գյուտաղայանցը, ինչպես նաև Ռոստոմ թագավորի ապահարկության հրովարտակը, որը նա տալիս է Գորի միաբանությանը, շատ կարևոր է, որ այստեղ ինքը շեշտում է միաբանություն, ինչը կարող է արդեն փաստել, իսկ Գյուտաղայանցը իր հերթին հիշատակում է, որ Ուփելցիխիում եղել է հայկական թեմ, այսինքն Գորի մոտակայքում Ուփելցիխի թեմի մասին, եւ փաստացի հասկանում ենք, որ այս փուլում ամբողջ այդ հոգևոր վիճակը իր վրա է վերցնում Գորին, ով կրկին սերտ հարաբերությունների մեջ էր Հաղպատի հետ, քանի որ հենց Հաղպատի եպիսկոպոսներն էին ուղղորդվում դեպի Գորի։ Այսինքն 12-ից 17-րդ դարերի ընթացքում մեր ձեռքի տակ եղած աղբյուրներից ելնելով կարող ենք ասել, որ երկու թեմական միավորներ են եղել Տփխիսը բուն Վրաստանում Տփխիսի թեմը եւ Գորի թեմը, բայց այստեղ չպետք է մոռանանք նաեւ Հաղպատի եւ Սանահնի մասին, որովհետեւ գալիս է մի փուլ, որ Սահնայինն է վերցնում իր վրա թեմի գործընթացը, ինչպես նշեցի 16-րդ դարում լինում է, երբ որ Հաղպատն է վերցնում իր վրա այդ գործառույթը, տեսնում ենք մի փուլ, որ Հաղպատի ու Էջմիածնի միջոցով նաեւ այստեղ նշեմ, որ Սանահինը մշտապես եղել է Էջմիածնի ազդեցության տակ, բայց սա չի նշանակում, որ Հաղպատը ինչպես շատ գիտական շրջանակներում շրջանառվում է, ինչ որ փուլում եղել է քաղաքգիտական ոչ բացառվում, այդպիսի բան չի եղել, իսկ այնտեղի եղած բոլոր արձանագրությունները մասնավորապես հենց Զաքարյանների փուլում է սկսել։ Այստեղ նաև ուզում եմ շեշտել մի բան, որ Հովհաննես Դոբյանի մասին խոսեցինք, վերջինս հենց Հաղպատ Սանահնում, մասնավորապես Բղնձահանքում հիշատակվում է վրաց հոգևորականների կողքին։ Այսինքն դեկանոզ այնտեղ նշվում է, եւ այստեղ հարց է ծագում, ինչու։ Շատ նուրբ հարց է նորից, բայց մենք տեսնում ենք, որ վրաց թագավորները ինչ համատեքստել ունենան, դավանական հանդուրժողականության այդ քաղաքականությունը վարում են։ Իհարկե դավանանքների միջև հավասարություն չկար, բայց այդ հանդուրժողականության քաղաքականությունը կար եւ այստեղ մենք կարող ենք ասել, որ հենց Զաքարյանների Իվանե Զաքարեի եւ Զաքարե Զաքարյանների կողմից եւս տարվում էր այդ քաղաքականությունը եւ այդ իսկ պատճառով մենք հյուսիսարևելյան Հայաստանում տեսնում ենք քաղաքգիտական մշակույթին քաղաքգիտական մշակույթի տարեր լինեն արձանագրության տարեր, արձանագրության տեսքով, եկեղեցիների տեսքով։ Հա, ընդհանրապես այդ հարցը ուզում էի տա, իմ մոտ նշել եմ վրաց թագավորների կրոնական քաղաքականության մասին։ Իսլամի նկատմամբ էին հանդուրժող, չէ՞, կա շենչ իսլամական տար։ Իհարկե, Դավիթ Շինարարյանի ժամանակաշրջանում շեշտեցի, որ հենց Տփխիսում նրանք մեծամասնություն էին կազմում եւ գալով
իշխանության Դավիթը չէ շտապում նրանցից ազատվել։ Ինչի, որովհետև մենք տեսնում ենք, որ քննարկող ժամանակաշրջանում Վրաստան ամբողջովին շրջապատված էր սելջուկյան իշխանություններով, տարատեսակ մահմեդականներ էին, տնտեսությունը ամբողջովին, այսինքն առևտուրը գտնվում էր հենց այդ մահմեդականների ձեռքում եւ այսպես ասած նա չէր ցանկանում արճակատման գնալ դրսի այդ ուժերի հետ եւ բավականին հանդուրժող էր իսլամի նկատմամբ, հիմնում է տպքիսում բաղնիկներ, բոլորին շատ քաչանի այդ փաստը թույլ չէր տալիս, որպեսզի քրիստոնյաները կան, չէ, այդ նույն բաղնիկներն է, այդ նույն տեղում։ Թույլ չէր տալիս, որ քրիստոնյաները այնտեղ մուտք գործեին, բայց պետք է նշել, որ հայերից հետո մուսուլմաններից կամ իսլամի հետևորդներից հետո գալիս էին հենց հայերը իրենց կարգավիճակով, որոնք բավականին բարձր դիրքեր էին զբաղեցնում, բացի առևտրականից նշեցի նրանք։ Մի կարևոր բան է կա, որ երբ խոսում ենք մեր եկեղեցու մասին, չեն կարող դրա մասին չհիշել, դա կրթական գործն է։ Կրթական մշակութային գործը դու ասիր գրչօրճախների մասին։ Երկու բան կասես դրա մասին։ Նախ նշեմ, որ մեր եկեղեցին այս միջնադարում, մասնավորապես 12-ից 17-րդ դարերում այն միակ օղակն էր, որը Վրաստան, որտեղ հայկական համայնքը համախմբվում էր։ Այսինքն իրեն կրթամշակութային, երբեմն քաղաքական գործընթացները հենց ապահովում էր հայոց եկեղեցին։ Հայոց եկեղեցին էր այն կառույցը, որի շնորհիվ ազգային ինքնագիտակցության բոլոր տարրերը պահպանվեցին հայկական համայնքում, եթե պես կարելի ասել։ Նախ եւ առաջ պետք է նշել, որ արդեն 13-րդ դարի վերջին, երբ որ արդեն թեմը 12-րդ դարում կազմավորվում է, 13-րդ դարի վերջին մենք ունենք հիշատակություններ, որ թեմի առաջնորդարանում Սուրբ Գևորգ եկեղեցում, իդեպ նաև նշեմ, որ այդ Սուրբ Գևորգ եկեղեցին կառուցված է Անի Բագրատունյան Անի եկեղեցիների ճարտարապետական հորինվածքով, երբ որ 45 թվականին Բագրատունյան Անի անկումից հետո մենք տեսնում ենք, երբ որ հայերի հոսքը շատանում է Վրաստանում, Տփխիսում, Գորիում սկիզբ են առնում, կառուցվում են Անի Բագրատունյան թագավորության ճարտարապետական հորինվածքով եկեղեցիներ նաև այստեղ եւ կարկառուն այդ բառ օրինակը հենց Սուրբ Գևորգ եկեղեցին է կամ Բերթի մեծ եկեղեցին, ինչպես նաև աղբյուրներում հիշատակվում է եւ ունենք հիշատակություն մասնավորապես այս հարցն մասնավորապես այս հարցը ուսումնասիրել է Պարոն Մուրատյանը, ինքը նշում է, որ կա գրադարան, բայց նաև այս վերջերս ուսումնասիրության արդյունքում բարձեցինք, որ կար դպրոց, որը գործում էր Սարգիս Քահանայի, Կարապետ Ռաբունապետի գլխավորությամբ եւ հետաքրքիր է, որ 15-րդ դարի ձեռագիր հիշատակարանում նշվում է, որ ավետարանը նկարազարդվում է խազերով, հայկական խազերով, ինչը նաև փաստում է, որ բացի փիլիսոփայությունից, կրոնագիտությունից, այստեղ նաև դասավանդվել է երաժշտություն։ Շատ ուշագրավ է եւ նաև շատ քիչ է խոսվել, որ Տփխիսի մանրանկարչական դպրոցը շատ հայտնի է եղել, ինչու, որովհետև մենք տեսնում ենք, որ առաջին ամենահին նկարազարդված ծրագիրը 14-րդ դարի է, 1300 թվականի, իհարկե ինքը շատ համեստ տեսք ունի, բայց առաջին գրիչներից հենց հիշատակվում է Զաքարեն, շատ կարևոր է ուզում եմ մի հատ այս հիշատակության մասին խոսել, ասում է Զաքարեն Տփխիսի տերտերի որդին։ Այս տերտեր քահանան մասնակցություն է ունեցել, ինչպես հաղորդում է Վարդան Արևելցին, Հուլալու խանի մոտ գնացած պատվիրակության անդամ է եղել։ Զաքարեն կարելի ասել, իսկ բացի դրանից այդ Տփխիսի քահանան ակտիվ գործունեություն է ծավալել Հաղպատ Սանահնում։ Երբ որ նայում ենք այդ նկարազարդումը եւ նաեւ դիտարկում ենք այդ հարցարվեստաբանների հետ, տեսնում ենք, որ այստեղ մեծ էր Հաղպատ Սանահինի դպրոցի ազդեցությունը, հավանաբար Զաքարյան եղել է հենց գրողը։ Մանրանկարչական արվեստի բարձր մակարդակի մասին է խոսում նաև այստեղ Կիլիկիայի մանրանկարիչ ավագի ներկայությունով իրականացնում է մի շարք մատյաների նկարազարդում։ Բացի դրանից Մանուել մանրանկարիչը
ով եւս այստեղ ստեղծագործում է եւ շատ շքեղ մանրանկարներ են արդեն շատ ուսակրավ է որ արվեստաբաններից Բեկլարյանը նշում է որ սա Վան Վասպուրական դպրոցի ազդեցությունն է այսինքն Մանուելը որոշակի կապեր է ունեցել տեսնում ենք Կիլիկիայի հետ կապերը ավակը եւ շատ կարեւոր է նաեւ արդիական է նշել որ Տփիսը մշակութային կապեր է ունեցել Արևելյան Հայաստանի գրչօջախների հետ մասնավորապես տեսնում ենք Տաթևի վանքում այստեղ գրվում է ավետարան որը տեղափոխվում է Գորի այստեղ մենք տեսնում ենք Գլաձորի հետ սերտ կապեր, Հովանավանքի հետ սերտ կապեր, այսինքն այն հարցադրումը թե ովքեր էին քննարկող ժամանակաշրջանում ապրում Արևելյան Հայաստանում Եվ էլի գալով հետ եկեղեցական գործերին, եկեղեցական վիճակներին, մենք ցուցակ էպիսկոպոսների, թեմի առաջնորդների ինչ ունենք, այսինքն տեղեկությունը ինչքանով աղբյուրները մեզ բավարար են այդ հարցը ուսումնասիրելու։ Այս հարցը կրկին բավականին չուսումնասիրված է։ Նայեք 14-րդ դարից սկսած կտրվում է թելը, այսինքն եթե մենք նայենք էլեկտրոնային կայքերը, որը վերաբերում է հենց այս թեմային, մենք կտեսնենք, որ կտրված է ներկայացված, չնայած մեր կողմից փորձել է վերականգնվել այդ ամենը, եւ մենք տեսնում ենք, որ Հաղպատ Սանահինը կրկին այստեղ կա, որ Հաղպատ Սանահինի եպիսկոպոսները չշշտեմ, այստեղ ովքեր են, հենց իրենք են հանձն առել այս փուլում Վրաստանում հայկական թեմի առաջնորդարանը Լավ, էլի որ գանք այս թեմի հարցին, ո՞րն է թեմի, ասենք թեման կենտրոնը, ընդհանրապես ուզում եմ դրա մասին մի քիչ խոսես։ Թեմական առաջնորդարանի մասին շատ ուշագրավ է, որ 1197 թվականին Թամարթագու կառավարման ժամանակաշրջանում Բարհեբեոսը հիշատակում է, որ ծրազատկի տոնի հետ կապված տեղի է ունենում հրդե հայկական եկեղեցում եւ ըստ Մելիքսեդ Բեկի եւ ես եւս հարում եմ այդ կարծիքին այդ եկեղեցին քարասնից եկեղեցին է որը նաեւ աղբյուրներում հիշատակվում է Բերդի փոքր եկեղեցին Սուրբ Գևորգը չի Սուրբ Գևորգը միջ այդ կառուցված չէ Սուրբ Գևորգը կառուցվում է 1251 թվականին ու մեկի կողմից դա պետք է շեշտել լավ դուք ասեմ Լավ, այս մասը նորից գրենք Սուրբ Գևորգը բան չենք անում այդ բանի մասին հրդեհի մասին նորից հրդեհ է տեղի ունենում եւ Բարհեբեոսը ասում է որ շուրջ 40,000 հայ եթե հավատանքի ակի մի քիչ ուռճացված է այդ թվերը կային եկեղեցում խոսում է այնտեղի սպասավորների մասին այս նույն քարասնից եկեղեցու մասին հիշատակում է միջև Սուրբ Գևորգ եկեղեցու կառուցումը վանական վարդապետը որտեղ խոսում է որ այնտեղ կա գրչօջախ մի խոսքով խոշոր միաբանության մասին է խոսում ինչը կարելի է փաստել որ հենց միջև Սուրբ Գևորգ եկեղեցին այս Բերդի փոքր քարասնից եկեղեցին է եղել բացի դրանից մենք տեսնում ենք որ աղբյուրներում Սուրբ Գևորգ եկեղեցին Սուրբ Աստվածածին հիշատակվում է Բերդի մեծ եկեղեցին ինչը եւս այդ մենք կապը այդ տեսնում ենք Եթե կար փոքր հիմա արդեն մեծ է Հավանաբար հայկական համայնքի ընդարձակման մեծացման հետ միասին անհրաժեշտ էր ավելի մեծ եկեղեցի եւ այդ իսկ պատճառով Կարինից եկած այդ վաճառականը ու մեկը 1251 թվականին կառուցում է Սուրբ Գևորգ եկեղեցին այստեղ նշեմ որ Ումեկը եւս այն կոշոր հայ առևտրականներից էր ով ըստ Կիրակոս Գանձակեցու հարգված էր համ վրաց թագավոր Դավիթ Նարինի կողմից համ մոնղոլ խաների կողմից Բացի դրանից ես խոսեցի Շադինի մասին, նշեմ, որ հենց Շադինի կողմից եւս կառուցվում է հայկական եկեղեցի։ Ինչու եմ այս եկեղեցիների կառուցումը նշում, որ դա փաստում է, որ հետզհետե հայկական համայնքը գնալով ավելի ընդարձակվում է։ Այդ իսկ պատճառով անհրաժեշտ էին նոր եկեղեցիներ, որպեսզի սպասարկեին վերջիններից։ Այստեղ շատ կարևոր է, որ 14-ից 15-րդ դարերում առաջնորդարանը Սուրբ Գևորգից տեղափոխվում է մեկ այլ եկեղեցի Փաշի վանք, որը կառուցվել է Փաշայի կողմից, ում որդին հենց Հովանեսը եւս այնտեղ եպիսկոպոս էր, այսինքն համ եկեղեցու կառուցողներն համ
Սպասավոր կարելի ասել։ Մի խոսքով հետ իրեն ջանքերով է, Փաշայի ջանքով է կառուցվում Փաշի վանքը, Հարաց վանքը, որը ցավոք այսօր չի պահպանվել խորհրդային ժամանակաշրջանում, մասնավորապես 1938 թվականին ամբողջովին վանքը կարելի ասել հողին է հավասարացվել, շատ փոքրիկ հատվածներ են այժմ տպխիսում են, կարող ենք տեսնել դա, բայց երկար ժամանակաշրջան այն եղել է հենց թեմական առաջնորդարան։ Դրան զուգահեռ մենք տեսնում ենք, որ Սուրբ Գևորգը դառնում է Հաղպատ Սանահնի թեմական առաջնորդարանների նստավար եկեղեցին, այսինքն այստեղ էին գալիս այդ փուլում Սանահին եւ Հաղպատի առաջնորդները։ Լավ, հիմա խոսենք հայկական համայնքի մասին, երբ այն ձևավորվեց եւ զարգացման մասին, հա, փուլերը։ Վրաստանում հայկական համայնքը ձևավորվում է փուլ առ փուլ։ Իհարկե արդեն 5-րդ դարում մենք տեսնում ենք, որ այստեղ հայերի թիվը բավականին մեծ էր, մասնավորապես խոսքը տպխիսի մասին է։ Այսինքն հայ-վրացական դավանական միասնության ժամանակաշրջանում մինչև եկեղեցական բաժանումը, այստեղ կարելի է ասել, որ եղել է փոքրիկ հայկական համայնք, եղել է եկեղեցի, որը ցավոք սրտի շատ դժվար է ասել, թե որ եկեղեցին է եղել, աղբյուրներում այդ մասին չի վկայում։ Սակայն այստեղ հիշատակվում է Կիրակոս Տոփքյոսեցու մասին, ով թարգմանիչ էր, ով հայերենից վրացերեն էր թարգմանություններ կատարում, վրացերենից հայերեն եւ փաստացի այդ անհրաժեշտությունը կար, որ գրքերը թարգմանվում էին։ Հետս հետե մենք տեսնում ենք արդեն բուն համայնքի ձևավորումը որպես այդպիսին 12-րդ դարում, 11-ից 12-րդ դարում, այդպես։ Իհարկե, այստեղ մենք միջակայքևս տեսնում ենք ուրեմն Սուրբ Խաչջվարի եկեղեցում, Աթենիսիոնում հայկական արձանագրություններ, որոնք շինարարական բնույթի են կրում, ինչը կարող է փաստել նաև հայ-վրացական եթե այսպես կարելի ասել մշակութային կապերի մասին, շինարարներ միգուցե ովքեր հրավիրվել էին կամ տեղաբնիկներ են եղել, այսինքն այդ կապը մշտապես եղել է։ Հոսքերը արդյոք միշտ նույն տեղում են եղել այդ համայնքը, թե ինքը շարժուն է եղել, օրինակ Կախետի հայությունը, հա, ոնց է։ Նայեք, 14-ից 15-ից 16-րդ դարերում մենք տեսնում ենք, որ տեղաշարժ է, ներքին տեղաշարժ է։ Դե պատերազմներ էին։ Լենք Թեմուրի աշխատանքներն են, ակկոյունները, կարակոյունները եւ փաստացի մենք տեսնում ենք, ինչպես Հայաստանը, որ ամբողջովին ավիրված էր, բավականին ծանր վիճակում էր, նաեւ բուն քարտլին, այսինքն տպխիսը ավիրված էր, Լենք Թեմուրը մի քանի անգամ այրում է քաղաքը եւ այստեղ տեսնում ենք, որ քարտլի Կախետի քաղաքները որոշ չափով զերծ են մնում այդ կործանումներից, եթե այդպես 1405 թվականին Լենք Թեմուրի մահից հետո ում այսպես ասած կարելի է հավասարեցնել Հիտլերի հետ իր կատարած ավիրացումների եւ ամենադաժան նվաճողներ է շրջանի Վրաստանի դեմոգրաֆիկ պատկերը ամբողջովին փոխվում է, բնակեցվում է թուրքերով, շատ խիստ նվազում են այվ հայերի թիվը տեսնում ենք հիշատակություններում ժամանակաշրջանի Եվ դրան հաջորդում են ակկորների, կարակորների արշավանքները, որը նոր հարված են, բայց այդ ամենը իր վրա կրում է հենց քարտլին, այսինքն կենտրոնական Վրաստանը շիտա քարտլին։ Իր երթին Կախետն ու Հերեթը որոշ չափով զերծ են մնում եւ տեղական քաղաքները հնարավորություն են ունենում զբաղվել առևտրով։ Նաեւ առևտրական ուղիներն են տեղափոխվում։ Այսինքն այժմ մասնակից են դառնում Կախետի եւ Կախետի մայրաքաղաքը, Գրեմին, Նաև բազարին դառնում խոշոր վաճառաշահ քաղաքներ եւ հայերը ունենում են այսպես ասած դրդապատճառ հաստատվելու այստեղ ինչպես արևելյան Հայաստանից ենք մենք նկատում որ այդ շարժը կա դեպի Կախետ Հերեթ այնպես էլ բուն քարտլիս նկատում ենք տեղաշարժ է տեղի ունենում Գրեմի մասնավորապես Գրեմիում լինում են ռուս ուրեմն ճանապարհորդներ, ովքեր հայտնում են այստեղ հայկական եկեղեցիների մասին, Գրեմին նաև աչքի են գնում հայկական խաչքարերով, որոնք համեստ են բավականին, բայց այս ժամանակաշրջանում մասնավորապես 15-րդ դարի վերջ 16-րդ դարում այդ խաչքարերը հենց բնորոշ էին հայկական
արվեստին։ Մենք խոսեցինք եկեղեցական կյանքի մասին, եկեղեցական առաջնորդության մասին, բայց բնականաբար հաստատ կային նաև ազնվական ընտանիքներ, հայ առաքելական եկեղեցու հետևորդներ, ովքեր նշանավոր էին։ Ում կհիշես այդ շրջանից։ Այստեղ կարող եմ նշել հենց Թումանյաններին, Թումանիշվիլիներ, ինչպես վրացական աղբյուրներում է հիշատակվում։ Ուրեմն առաջին հիշատակությունները հենց Թումանյանների մասին հանդիպում ենք 15-րդ դարում, այսինքն հենց 15-րդ դարում կարելի ասել, որ Թումանյանները հաստատվել են այստեղ։ Չնայած Յոաննա Բագրատյոնին հիշատակում է, որ Թումանյանները գաղթել են, եթե այդպես կարելի ասել, Կիլիկիայից եւ եղել են խլաթի բնակիչներ, եկել եւ հաստատվել են Քարտլիում, Վրաստանում, հետագայում նրանք այստեղից տարածվել են դեպի հյուսիսարևելյան Հայաստան, հաճախ իրենց փորձում են կապել Մամիկոնյան Համազասպյան տոհմի հետ, դա բնականաբար շատ բնորոշ է եղել միջնադարին, առավել եւս վերջինիս դեպքում, որովհետեւ հյուսիսարևելյան Հայաստանի որոշ հատվածում նաեւ Մամիկոնյաններն են իշխել։ Թումանյանների մասին շատ կարևոր տեղեկություններ ենք հանդիպում, թե վրացական աղբյուրներում, մասնավորապես Քարթուլի Սամարտի Ձեգլեբի վրաց իրավունքի հուշարձաններում, հայկական աղբյուրներում, այստեղ նրանք հիշատակվում են որպես դիվան դպիրներ, այսինքն քարտուղարներ, ովքեր թե դատական գործընթացներն էին արձանագրում, թե վրաց թագավորների հետ կապված ինչ-որ գործընթացներ, եւ այստեղ պետք է նաեւ նշեմ, որ Վրաստանում ուսումնասիրվող ժամանակաշրջանում բացակայում էր այդ փող-վարկային փոխհարաբերությունները եւ Թումանյանները, ովքեր խոշոր, այսպես ասած, ավատատերեր էին հանդիսանում, զբաղվում էին հենց այդ աշխարհական գործընթացով, գումարներ էին տալիս, ցավոք սրտի մեկ մուրհակ է ընդհանրապես պահպանվել, բայց այնուամենայնիվ հասկանում ենք, որ այդ աշխարհական գործունեությունը հենց Թումանյաններն էին ծավալում։ Այստեղ նաև մի հարցի եմ ուզում անդրադառնալ, արևմտյան պատմագրության մեջ, որ Թումանիշվիլիները դա նույն պատկանում են վրաց ուղղափառ եկեղեցու հետևորդներն են, իսկ Թումանյանները դա հայ առաքելական եկեղեցու հետևորդներն են։ Նշեմ, որ նման եզրահանգման ոչ մի հիմք մենք չունենք, որովհետև Թումանիշվիլիները վրացական ձևով է, այսինքն իսկ Թումանյանը հայկական ձևով է։ Ինչի, որովհետև մենք օրինակ ունենք 17-րդ դարում Ձեռագիր հիշատակարան, որտեղ Նասր տոհմի Նասրը հիշատակվում է որպես Թումանիշվիլի, այսինքն հայկական տարբերակում եւս հիշատակվում է որպես Թումանիշվիլի, բայց այդ Ձեռագիր հիշատակարանը գրվել է Թումանիշվիլիների պատվերով Փաշիվանքում, այսինքն վրաց թեմի առաջնորդարանում։ Այստեղ այդ տեսակետը ասելը սխալ է եւ Թումանյանների տոհմի ներկայացուցիչները հանդիսացել են Տփխիսում մի շարք եկեղեցիների հովանավորյալներ, այդ թվում նաև Թումանյանների տոհմի ներկայացուցիչը Բարսեղ Թումանեցին եղել է Հաղպատի թեմի առաջնորդ։ Միայն 18-րդ դարում են նրանք արդեն դառնում կաթոլիկ, որոշ զանգված դառնում են կաթոլիկ եկեղեցու հետևորդ։ Այս տոհմերից կարող եմ նշել նաև բոլորին հայտնի Բեյբուցյանների մասին, ովքեր կրկին իրենց գործունեությունը սկսել են Վրաստանում, հիշատակությունները կրկին վերաբերում են 15-րդ դարին մեր ունեցած Խոջա Բեյբութի մասին, ով հանդիսանում էր Վրաց արքունիքում դրամահատարանի կառավարիչ, Մատենադարանում պահվող ձեռագիր հիշատակարաններից, ինչպես նաև վրացերեն մենք իմանում ենք, որ նրա որդիներին էին պատկանում մի շարք խանութներ։ Տփխիսում շատ հետաքրքիր է նաև, որ հենց Բեյբությանների տոհմի ներկայացուցիչը Աշխարհբեկ Բեյբությանն է հիմնում Վրաստանում առաջին կուսանոցը, Սուրբ Ստեփանոս կուսանոցը, որը ըստ աղբյուրների, հիշատակությունների կառուցվում է հենց Նոր Ճյուղայում գործող Սուրբ Կատարինեի այդ կուսանոցի օրինակով եւ շատ հետաքրքիր է, որ հենց Նոր Ճյուղայից էր համակարգվում այդ կուսանոցը, Սարգսավագի կոչումը ստանում էին այնտեղից։
Բեյբությանների եւս հիշատակվում են որպես դիվան դպիրներ, նրանք զբաղեցրել են նաև ռազմաքաղաքական պաշտոններ, Բայանդուր Բեյբությանը հիշատակվում է որպես Տփրիսի քաղաքապետ եւ երկար ժամանակաշրջան մենք տեսնում ենք մինչեւ 18-րդ դարը հենց Բեյբությանների տոհմի ներկայացուցիչներն են եղել Տփրիսի քաղաքապետերը բացի դրանից Բեյբությանները իրենց հերթին մասնակցություն ունեն Նադիր շահի արշավանքների ընթացքում եւ ուսումնասիրվող ժամանակաշրջանում, այսինքն 17-րդ դարում նրանք հանդիսանում են հայ առաքելական եկեղեցու հետևորդներ։ Իսկ սկզբից ասենք, որ Դավիթ Շինարարը կամ այդ վաղ շրջանի վրացական բաները, քաղաքալները փորձում էին հայերին որոշակիորեն ներառել, կարելի ասել, վրաց ժողովրդի այդ կազմավորման մեջ կարելի ասել, էլի այդ էթնիկ խառնել կարելի ասել այդ բանը։ Իսկ ավելի ուշ շրջանի Վրաստանի կառավարիչները կամ վրաց եկեղեցու դիրքորոշումը փոխվել է, չի փոխվել, ավելի սաստկացել է, թե այնուամենայնիվ կարելի ասել, որ այս 12-17-րդ դարերում համակեցություն է եղել։ Համակեցություն երկու ժողովուրդների միջև եղել է եւ դրա վառապացույցն է, որ այստեղ կա հայկական համայնք, հայոց եկեղեցին փաստացի ազատորեն գործում էր, սակայն հանդուրժողականությունը դավանական բնորոշ չէր լայն շրջանակներին։ Դերևս միջնադարից, Դավիթ Շինարարի ժամանակաշրջանից, Թամար-Թագու օրոք մենք տեսնում ենք, որ վրաց եկեղեցին բավականին սուր էր անդրադառնում, սրերով էր դիմավորում հայոց եկեղեցուն, օրինակ թագագիրների պատմության մեջ մենք տեսնում ենք հիշատակություն, որ Զաքարեն երբ որ ցանկանում է մտնել վրաց ուղղափառ եկեղեցուն, նրան թույլ չեն տալիս։ Իոանն Պատրիարքը ասում է, որ դուք հերձված եք եւ թույլ չի տալիս իր քահանաներին, որպեսզի նրանք արարողություն իրականացնեն եւ նշխար տան Զաքարեին։ Այդ ծրազատիկի հետ կապված ես որ նշեցի այդ բախումը, որ եկեղեցին այրվում է, այստեղ եւս կարելի է տեսնել նաեւ այդ կոնտեքստը, որ եկեղեցու եւ հայոց եկեղեցու եւ վրաց եկեղեցու հարաբերությունները բավականին սուր էին։ Բայց վրաց թագավորները իրենց հերթին կարելի ասել քողարկյալ, բայց եւս ցկտում էին աջակից դառնան վրաց եկեղեցուն իրենց նկարտումներում, մասնավորապես թե Թամար-Թագու օրոք, երբ որ հրավիրվում են այդ եկեղեցական ժողովուրդները, որը նշեցի, անհնար է որ թագավորը չիմանար, թե ինչի են հրավիրվում այդ ժողովները, որ հայերին պետք է համոզեն։ Ինչ վերաբերվում է ավելի ուշ ժամանակաշրջանին, պետք է նշել, որ մինչ հայ-վրաց եկեղեցական միասնության փուլը, այսինքն կարելի ասել մենք բոլորս ընդունում ենք 7-րդ դարին, որ եկեղեցական բաժանումը տեղի ունեցավ, բայց երբ որ արդեն նայում ենք արկա աղբյուրները, հասկանում ենք, որ այդ բաժանումը ավելի ուշ է տեղի ունեցել, այսինքն այն ընկալումը, որ ես պատկանում եմ վրաց ուղղափառ եկեղեցուն, հայ առաքելական եկեղեցուն, դեռևս հայ շրջանում այդքան եւ վրացիների շրջանում նստած չէր։ Բավականին հաշտ էին ապրում իրենք երկուսը իրար հետ, մասնավորապես հենց այդ գոտում, ցուրտավում, մենք տեսնում ենք ժամերկությունը հայերեն, վրացերեն իրականացվում էր, այնուամենայնիվ կար այդ դրական բաները։ Ինչ վերաբերվում է հայ եւ վրաց եկեղեցիներին փոխհարաբերություններին ավելի ուշ ժամանակաշրջանի, նույն տենդենսը շարունակվում էր։ Այսինքն մի քիչ պակաս, մի քիչ շատ, բայց այդ արճակատումները բնականաբար ցավոք սրտի արկային, նամանավանդ որ հայերը այստեղ ունեն նաև նյութական տնտեսական հզորություն եւ այդ տնտեսական հզորության համահունչ, հա, կամ համընթաց բնականաբար վրացիների մոտ հայերի նկատմամբ տրամադրվածությունը փոխվում էր 7-րդ դարում, 18-րդ դարում մենք տեսնում ենք, որ կան քաղաքներ, մասնավորապես թե Տփրիսը, թե Ախալկորին, որտեղ հայերը գերակշռություն էին, գերակշիռ էին, այդ մասին հիշատակում են ճանապարհորդները, Ժաշարտենը, Եվ դա բնականաբար չէր կարող վրացիների բան անել, հա, իրոք բնական էր։ Ես մի տեսակ մենք որ դա անցնում ենք, մենք դա միշտ ընկալում ենք որպես այսպես տարօրինակ եւ վատ բան, բայց վերջին հաշվով պետք է պատկերացնենք, եթե մեր մոտ լիներ նման պատկեր, մենք էլ երևի վատ կզգայինք դրա համար։ Եղե որ նաեւ հայրականության մեջ ասում են Տփրիսը հայերն է կառուցել, դա իհարկե
այն լայն գիտական շրջանակներում չի արծարծվում, բայց նաև մեր հանրությունը պետք է ընկալի, հա, հայկական տարային տեղ եղել են խնդիրներ, բայց բնականաբար վրաց թե թագավորական իշխանությունը, վրաց իշխանությունը բավականին բարյացակամ էին հայերի նկատմամբ։ Միշտ մի քանի անգամ շեշտեցիք, որ այս թեման ուսումնասիրված չի, սա քիչ ուսումնասիրված, ուզում հասկանում աղբյուրագիտական հենքը որն է, ինչի վրա ենք մենք հենվում ուսումնասիրելուց։ Հայկական աղբյուրներեն գերակշիռ մասը ունենք բավականին, ունենք մի շարք ձեռագիր հիշատակարաններ, 13-րդ, 12-րդ դարերի հետ կապված մեզ օգնում են մեր պատմիչները, ովքեր հսկայական նյութ են Կիրակոս Գանձակեցին, Ստեփանոս Օրվելյանը Թոմա Արծրունին, այդտեղ Վարդան Արևելցին եւ իհարկե մեր մատենադարանը, ձեռագիր հիշատակարանները, որտեղ կան նաև մի շարք վրացերեն վավերագրեր, որոնք աջակցում են։ Ինչ վերաբերում է վրացական աղբյուրներին, այստեղ պետք է ես նշեմ Քարտեզ Խովրեբան, դա փաստացի ճիշտ եմ հասկանում առաջի Վրաստանի պատմության վերաբերյալ ձեռնարկն է, այսինքն եթե այդպես ձեռնարկ չի կարելի ասել, ժողովածուն է, որտեղ ընդգրկվել են տարբեր ժամանակաշրջանի պատմիչների աշխատությունները, որը արդեն Վարխուշտու Բագրատունի օրոք հասցվել է մինչև 18-րդ դար, այսինքն մինչև այդ եղել է մինչև 14-րդ դար, մենք տեսնում ենք ժողովրդի կազմավորումից Եվ 14-րդ դար արդեն Վարխուշտի Բագրատյոնի օրոք մենք տեսնում ենք, որ այն ամբողջացվում է եւ հասցվում է 18-րդ դարին։ Իհարկե այս աղբյուրը եւս շատ կարեւոր է, սակայն կան մի շարք ինչպես նաեւ հայկական աղբյուրներում իրադարձությունների վերաբերյալ տեղեկություններ, որոնք հիմնարար չեն։ Եվ ինչպես նաև ուզում եմ շեշտել այս վրաց իրավունքի հուշարձանները, մասնավորապես հայ իշխանական տների գործունեության վերաբերյալ, որոնք չափազանց կարևոր են եւ խիստ ուսումնասիրության կարիք ունեն դեռ հայկական որպես սկզբնաղբյուր էլի, չէ՞ լավ։ Հա, իսկ վիմագրություն ունենք։ Սանայինի հաղպատի իմ հենց լավ այսպես չասենք, այս հետազոտության համար շատ հենասյունային է դարձել հենց հաղպատ Սանահնի վիմագիր արձանագրությունները, մասնավորապես հասկանալու Տպխիսի հայկական թեմի, Գորի հայկական թեմի, հաղպատ Սանահնի թեմերի կապերի մասին, Տպխիսի հայ բնակչության եւ հաղպատի հետ փոխառնչությունները, որտեղ մենք ունենք բազմաթիվ արձանագրություններ, որ Տպխիսի հայ բնակիչները թողել են հաղպատում, նվիրատվություններ են իրականացրել, չափազանց կարևոր են այդ հենց հաղպատ Սանահնի վիմագիր արձանագրությունները։ Կարևոր նյութ է, հա, դրա համար այսօր բարձրաբանենք։ Ինչ ասեմ, շատ ծանր աշխատանք է, որը նաև ինձ թվում է, չգիտեմ, արդյոք կոռեկտ կլինի դա ասել, բայց երևի նաև քաղաքական նուրբ տար է պարունակում։ Քաղաքական ինչի նկատի ունեմ, մեր վրացի բարեկամ վրացի ժողովրդի հետ մենք միշտ ունենք այդ մրցակցության պահը եւ երբ որ դա վերածվում է գիտական բանավեճերի, շատ դեպքերում դա մենք սկսում ենք ընկալել եւ մենք եւ վրացիները սկսում ենք ընկալել որպես սեփական արժանապատվությունը եւ այսպես պաշտպանելու մի մարտադաշտ։ Գիտական շրջանակում ո՞նց է, այսինքն դուք որ բանավիճում եք ձեր գոլեգա վրացիների հետ, ո՞նց է, ավելի թեթև է, ավելի ծանր է, ավելի սուր է։ Աշխատում ենք այդ նուրբ հարցերը շրջանցենք։ Փորձում ենք հաճախ խուսափել այդ վիճելի խնդրահարույց հարցերից եւ ընդհանուր առմամբ ես կարծում եմ բոլոր այդ վիճերի հարցերը պետք է քննարկվեն սեղանի շուրջ, թե հայկական կողմը, թե վրացական կողմը չպետք է խուսափի դրանից եւ չպետք է այդ ամենը դուրս գա գիտական շրջանակներից։ Դրա մեջ պետք է ներգրավեն ոչ միայն պատմաբանները, այլև արվեստաբաններ, այսինքն երկստեք այդ ամենը պետք է լինի։ Ցանկալի կլինի, որ այդ սառույցը կոտրվի, քանի որ գիտության նպատակը չէ ապացուցելու այս եկեղեցին իմն է կամ քոնն է, գիտության նպատակն է ճշգրտել իրականությունը։ Այո։ Բայց հարգելով դիմացինի սահմանները։ Ինչպես նշեցինք, ճիշտ չի ասել Տպխիսը կառուցել են հայերը, բայց պետք է ցույց տալ հայերի դերակատարումը այդ երկրում։ Չպետք է նաև խուսափել դրանից։ Այո։ Շատ լավ, կանք վերջին հարցին։ Այսպես հաճախ որն է մեր բոլոր հաղորդումների պարտադիր հարց ունեմ, որը
տալիս եմ բոլոր հյուրերից, դա երկու հարցերից այդ համադրությունն է։ Առաջինը ինչու ընդհանրապես զբաղվել պատմությամբ։ Ինչի համար զբաղվել, ասենք, այլ մասնագիտություններ կան շատ, որոնք թվում են թե ավելի շոշափելի է իրենց արդյունքները, եւ այս վերջշրջանում այդ խոսակցությունները գնալով շատանում են, ոչ միայն մեր մոտ ամբողջ աշխարհում։ Առաջին հարցը՝ ինչու զբաղվել պատմությամբ, պատմության ուսումնասիրությամբ, եւ երկրորդը՝ ինչու անձամբ դու որոշեցիր, որ պետք է զբաղվես պատմությամբ եւ մասնավորապես նաեւ այս թեմայով։ Երևի առաջ երկրորդ հարցին ավելի։ Ասենք երկրորդից, հա։ Սերը դեպի պատմություն ինձ մոտ առաջացավ Հայրապետ Մարգարյանից, ով չեմ վախենա այդ իմաստից գիգանտ էր, ով աշխարհաքաղաքացի էր, ով բոլորիս կողմից շատ սիրված, շատ հարգված եւ մենք էլ մեր նախորդ թողարկումը հենց նվիրել էինք իր հիշատակի։ Ինքը սովորեցրեց ինձ ինչպես պետք է լինի, ինչպիսին պետք է ես դառնամ որպես պատմաբան, ինչ ունակություններ պետք է ունենա պատմաբանը, բայց չկորցնի իր մարդկային գծերը, քանի որ ինչպես նշեցիք, Վրաստանի պատմությունը եւ հայոց պատմությունը ունեն մի շարք խնդրահարույց հարցեր, բայց հենց նա էր, որ սովորեցրեց նրբորեն զգույշ վերաբերել այդ հարցերին։ Այսինքն դեպի պատմություն սերը, դեպի այդ քայլերը չոչանել ինձ սովորեցրել է հենց Հայրապետ Մարգարյանը։ Ինչ վերաբերվում է ինչու պետք է հենց պատմություն ընտրել։ Նամանավանդ այսօր շատ արտիական ու շատ կարևոր մասնագիտություն է ինքդ քեզ ճանաչելու։ Եթե դու ինքդ չգիտես քո պատմությունը, չգիտես քո հարևան երկրի պատմությունը, դու ինքդ քեզ չես կարող ճանաչել։ Եթե դու մոռանում ես քո արմատները, եթե դու չես հարգում դիմացինի պատմությունը, նշանակում է թերի ես։ Ճիշտ է, շատ ճիշտ բան ասես, նրբություն եւ չնայած ասի վերջի հարցնա, բայց այս քո ասացի շարունակություն մի բան ուղղակի ասեմ, որ իրոք մեր հասարակությունում շատ դեպքերում մենք շատ ենք կենտրոնացնում մենակ մեր վրա։ Մեզ թվում է թե ամբողջ աշխարհը պատտվում է մեր շուրջ եւ ամեն ինչ մեզ կամ մեր գործողությունները միակն են, որոնք ազդում են պատմության վրա։ Այդպես չի։ Մենք պետք է հասկանանք, որ մենք ապրում ենք ինչ-որ մի միջավայրում եւ բացի մեր գործողություններից, մեր ցանկությունից, մեր նպատակներից, մեր երազանքներից, կան նաեւ մեր հարևանների ի վերջո, նույն Վրաստանի հետ հարաբերություններում մենք երբ որ խոսում ենք Վրաստանի հետ պատմության կամ վրացիների հետ հարաբերվելու մասին, պետք է միշտ հասկանանք, որ իրենք էլ ունեն իրենց պատկերացումը, ինչպես հարաբերվել մեր հետ, ինչպես ընկալել մեզ, եւ այդ առումով շատ կարեւոր բան նշեցիր, որ պետք է խոսել, պետք է թեմաները քննարկել, պետք է միասին եւ փորձել հասկանալ, որ սա ոչ թե քաղաքական առաջնահերթություն կամ ոչ թե քաղաքական, շատ ավելի ուրիշ է, այսպես ազգային առաջնորդություն, առաջնայնություն ստանալու հարցը, այլ ընդհանրապես փորձենք հասկանանք ինչ է եղել։ Գիտական բանավեճ, որը հիմնված է հենց փաստերի վրա, որը պետք է պահվի հենց առողջ մթնոլորտում։ Մանավանդ որ մի ժողովուրդ է ում հետ որ մենք երևի ուրիշ ժողովուրդ չկա ում կողքի հետ կան երկար ապրել ենք։ Շատ ենք հարաբերվել մենք։ Շատ։ Շատ կարևոր է թե Վրաստանի պատմության մեջ մենք ինչպես ենք ներկայացվում, հայոց պատմության մեջ մենք ինչպես են վրացիները ներկայացվում։ Շատ հետաքրքիր ու Հա, եւ ցավոք սրտի քիչ ուսումնասիրված, մեզ միշտ թվացել է, որ մեր կողքն է, մենք իրանց գիտենք, էլ կարիք է չկա հատ ուսումնասիրել։ Ցավոք սրտի, ինչպես Հայաստանում, այնպես է Վրաստանում, շատ այժմ շատ քիչ ենք մենք միմյանց ճանաչում։ Միմյանց պատմությունը հատկապես միջնադարը։ Հա, եւ հիմա նաեւ գիտեմ, որ դպրոցներում ծրագիր կա, որոշ դպրոցներում վրացերեն են անցնում լեզու որպես, օրինակ ինձ հետաքրքիր կլիներ հասկանալ, թե դա ինչ արդյունք կտա, արդյոք մեր երկրում կլինեն երեխաներ, որոնք վաղ այսօր ուսանողներ կտնարան, նաև ԵՊՄ, որտեղ դու դասավանդում ես, եւ այդ վրացագիտությունը գոնե մենք կարողանանք մեր երկրում առաջ մղել, էլի նաև վրացերեն լեզվի իմացողների։ ԵՊՄ հիմա դասավանդվում է Այսիա Տարփինյանով հենց Թիֆլիսում ծնված փայլուն մասնագետ է, այսօր դասավանդում։ Այսօր մեր հյուրն է եղել, կարող եք դիտեք հիշել, հա։ Վրացերենի առումով դպրոցներում, եթե չեմ սխալվում, դեռևս չեն սկսել։ Հա, դեռ ինչքան գիտեմ, դեռ չեն սկսել։ Հա։ Ինչ վերաբերում է համալսարանում, ջանք չենք խնայում, բայց ցավոք սրտի պետք է նշեմ, որ առաջնային խնդիրներից մեկն է վրացագետներ ունենալը, քանի որ այսօր մենք տեսնում ենք, որ Հայաստանում նամանավանդ վրացագետներ գրեթե չկան։ Այո։
եւ շատ կարեւոր խնդիր է եւ հուսամ կկարողանանք այդ Այո, եւ պետք է այդ սերնդափոխության հարցը լուծենք։ Ի վերջո Հայրապետ Մարգարյանը, Պավել Չոբանյանը, չէ՞ մարդիկ կային կամ բանը Բարոյ Մուրադյանը, մարդիկ կային, ովքեր շատ իհարկե շատ դժվար է համապատասխանել նույնիսկ մոտենալ այդ ներկայացուցիչներին ցավոք շատ մեծ ցավով եմ ասում որ Հայրապետ Մարգարյանի կորուստը ինչպես նաև Պավել Չոբանյանի կորուստը անդառնալի է մեզ համար թե գիտության համար թե մարդկային բայց ունենալով իրենց այս պատկերը ունենալով իրենց այդ իրենց որպես մի մարդկանց դեպի ում որ օրինակ կարելի է ձգտել, իսկ թվում է որ պետք է թողությամբ աշխատեք։ Փորձում ենք, աշխատում ենք, կենտրոնը փորձում է այդ ամեն ինչը անել, նաև սերտ կապեր պահել հենց Վրաստանի հետ։ Կարծում եմ կստացվի։ Ապրեք եւ հաջողություն ձեր այդ աշխատանքում։ Շնորհակալություն։